Բարի երեկո, եթերում է մարդկային գործոնը։ Երեխաների նկատմամբ ծնողների գերհոգատարությունը երբեմն անցնում է բոլոր հնարավոր սահմանները, սակայն անգամ այդպիսի գերհոգատար ծնողները միևնույն է կարող են չնկատել այնպիսի նուրբ պահեր, դրվագներ, որոնք են մուլտֆիլմերի ազդեցությունը իրենց երեխաների գիտակցության եւ մասնավորապես ենթագիտակցության վրա, որոնք են այն վտանգները, որոնք կարող են շրջապատել երեխաներին եւ չլինել այդքան տեսանելի, եւ ինչպիսին է արդյոք սերունդների պայքարը ու որքանով է ժամանակակից աշխարհը ներկայացնում երեխաների առողջ գիտակցության համար հետաքրքիր նյութեր։ Մուլտֆիլմեր, այս դրա մասին ենք խոսելու այսօր, սա ենք քննարկելու, ծնողներ եղեք ուշադիր, եթերում է մարդկային գործոնը։ Տվեք ինձ առողջ սերունդ եւ ես ձեզ կտամ նոր հասարակություն։ Այս հայտնի ճշմարտությունն առավել արդիական է դառնում, երբ կանգնում ես հարցի առաջ, թե ինչ սերունդ ենք պատրաստում այսօր վաղվա հասարակության համար եւ ինչ արժեքներով է դաստիարակվում այն երեխան, ում վաղը վստահվելու է երկրի ճակատագիրը։ Անմեղ ու բարի թվացող մուլտֆիլմեր, դաժան բայց զվարճալի տեսարաններ, համակարգչային գերակտիվ խաղեր, որոնք գամելով երեխային էկրանին հաճախ թվացյալ փրկություն են դառնում բազմազբաղ ծնողների համար։ Մինչդեռ անհասկանալի սեր, տարօրինակ վարք ու արտաքին ունեցող հերոսները երեխայի համար դառնում են իդեալ, որոնց նմանվելու համար ջանք չեն խնայում թե երեխաները, թե երբեմն նույնիսկ ծնողները։ Ըստ ուսումնասիրությունների համակարգչային խաղերը մեծ ազդեցություն են թողնում երեխայի զգայական եւ ֆիզիկական դաստիարակության վրա, ձևավորելով վարքային մոդել։ Ժամանակի ընթացքում երեխայի մոտ առաջանում են նյարդային համակարգի խնդիրներ, քրոնիկական հոգնածություն, սրտանոթային համակարգի եւ աղեստամոքսային տրակտի խանգարումներ։ Համակարգչային խաղամոլության գերին դարձած երեխան իրեն սկսում է նույնացնել խաղի հերոսի հետ, կտրվելով իրականությունից կամ խաղը տեղափոխելով իրականություն, դրանով իսկ ջնջելով իրականի եւ վիրտուալի սահմանը։ Ինչ է կատարվում, երբ ջնջվում է իրականի եւ վիրտուալի սահմանը, կիմանանք այսօր մեր եթերում հրավիրենք առաջին հյուրին, մուլտիպլիկատոր, ռեժիսոր եւ նաեւ երեխաների հայր Դավիթ Սահակյանց։ Բարի երեկո եւ բարի գալուստ Դավիթ, որպես հին մարդ եմ ասում եւ նաեւ հարցնում եմ որպես այն ժամանակների մուլտֆիլմերով մեծացած մարդու։ Ինքդ հասցնում ես դիտել նոր ֆիլմերը։ Ես ստիպված եմ լինում շատ անգամ հետևել ինչ է կատարվում, շատ անգամ դա անում եմ հաճույքով, բայց շատ ավելի գերում է, երբ որ նայում ես ու ավելի շատ ջղայնանում ես այն ամենին, ինչ որ տեսնում ես։ Դավիթ, երբ նայում եք ֆիլմը, մուլտֆիլմը, դիտում եք որպես մուլտիպլիկատոր, թե առավել որպես հայր, որը անհանգստանում է իր երեխայի գիտակցության ձևավորման համար։ Ես այն բանի եմ հասել, որ արդեն նայում եմ մի քանի ասպեկտով, նախ որպես մարտեակ, ծնող, ճակերտավոր պրոֆեսիոնալ կամ պրոֆեսիոնալ, որը ինչ-որ բաներ է ուզում տեսնել, որը ինձ է հարկավոր, այսինքն փորձում եմ նայել շատ ավելի լայն, քան ուղղակի ինչ-որ սահմաններ երբեք չեմ դնում, որտեվ հասկանում եմ, որ անիմացիան, մուլտիպլիկացիան դա այսօրվա մշակույթի մի մասնիկ է եւ այդ ճգնաժամը, որը կա մշակույթում առհասարակ, այսօր նաեւ կա անիմացիայի աշխարհում։ Եվ այդ իմ կարծիքով շատ խորը ճգնաժամը բոլոր ասպարեզներում երևում է։ Հետաքրքիր է, այսօրվա մուլտֆիլմերի գերակշռող մասը ներկայացնում է առավել այլանդակ, տգեղ ու տարօրինակ կերպարների, նաև անհասկանալի մտածողության եւ այլն։ Ձեր կարծիքով ի՞նչն է պատճառը, որ այսօր առավել քիչ են բարի ու, չգիտեմ, բարություն քարոզող մուլտերը, քան շատ հասարակ պատասխան կարող եմ տալ, պարզապես գումար վաստակելու խնդիր է եւ այսօր մարդկային գործոնը շատ ավելի հեռու է մնաց ինչքան փողի գործոնը եւ մարդիկ ուղղորդում են միմիայն ստուդիաները, ռեժիսորները զբաղված են մի բանով գումար վաստակելու համար ստեղծելով։ Երբ դու միայն դրա համար ես ստեղծում, ապա դու դատապարտված ես անել ոչ լավ պրոդուկցիա։ Մենք հենց այս պահին տեսնում ենք կադրեր աշխարհի ամենաբարի մուլտֆիլմերից մեկի, մուլտֆիլմ, որը ստեղծվել է 73 թվականին եւ որով մեծացել են ու կրթվել են սերունդներ, գտնված երազը։ Անգամ անվանումն է, հա, կախարդական։ Մի քիչ բարձրացնենք, հա, լսենք ձայնը։ Ռեժիսոր Հովիկ Դիլլաքյան, այս նկարիչ Հովիկ Դիլլաքյանն է, մուլտֆիլմի ստեղծման գործում նաև անպայման մեծ դերակատարում է ունեցել մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը, ինչպես նաև պետք է նշել, որ սցենարի հեղինակը Դիլլաքյանի քույրն էր, Մարինան, Ռուբեն Հախվերդյանը մեծ երաժշտության հեղինակն էր, իսկ ծերուկի խոսքը գեղեցիկ ձևով բարձրաձայնում էր Մհեր Մկրտչյանը, Ֆրունզիկը։
Ինչու եք տալիս տերուկ։ Ինչ-որ մի բան սկալ է։ Ես ապրում եմ այնտեղ շատ վաղուց, բայց շուրջս ոչինչ չի փոխվում։ Եվ ես հոգնել եմ։ Այ, նայելով մենք անվերջ կնայենք, ինձ թվում է բոլորս են կարոտել այս մուլտֆիլմը։ Դավիթ, ձեր կարծիքով ինչն է պատճառը, որ այսօր հայկական մուլտիպլիկացիոն ասպարեզում արդյոք ստեղծում են այսպիսի գոնե նմանատիպ մուլտֆիլմեր եւ եթե ոչ, ապա ինչն է պատճառը։ Ես վստահ կարող եմ ասել, որ հետխորհրդային երկրներում միակ երևի երկրներն են, այդ երկրները, այդ ստուդիաները, որոնք ստեղծագործում են, որոնց մեջ մնացել է գոնե մոտիկ այն գաղափարախոսությանը, այն մոտեցմանը առհասարակ ֆիլմին, որը կար ժամանակին հենց խորհրդային ժամանակներում, այն ինչ որ կորցրել է գրեթե ամբողջ աշխարհը, թե Եվրոպան, եւ թե նամանավանդ Ամերիկան, եւ համոզված կարող եմ ասել, որ այո, Հայաստանում եւ Ռուսաստանում եւ Ուկրաինայում դեռ ստեղծվում են նմանատիպ ֆիլմեր, ինչը ողջունելի է միանշանակ։ Շնորհակալություն, հրավիրենք մեր մյուս հյուրին, մարդ, որն անմիջականորեն շփվում է երեխաների հետ եւ վստահ եմ ինքն էլ ունի իր տեսությունը այս կապակցությամբ։ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ծրագրավորման դասընթացի ղեկավար Վարդան Կեմեչեչյանին հրավիրենք։ Բարի երեկո Վարդան, նաև հրավիրենք մեր մյուս հյուրին, երգչուհի, բազմա երեխաների մայր, հրաշալի երգչուհի, երեխաների մայր, UNICEF-ի բարի կամքի դեսպան Ալլա Լևոնյան։ Բարի երեկո։ Նախ կասեք ինչ մուլտֆիլմեր եք դուք գերադասում։ Ես մեծացել եմ նորից Սահակյանցի ստուդիայում ստեղծված մուլտֆիլմերի հիման վրա ու բայց հիմա ոնց որ տարիքի հետ մի քիչ փոխվեցին ոնց որ նախասիրությունները հիմա ոնց որ ավելի մոդայիկ հա սենց անիմեի ուղղությունն է որ ինձ երևի թե ավելի է հետաքրքրում որ օրինակ որ մուլտերը բարդ ասել իմ ամենասիրած մուլտֆիլմերից մեկը կոչվում է Ergo Proxy որը որ բավականին մռայլ մուլտֆիլմ է ապագայի մասին, վատ ապագայի մասին, երբ որ, չէ, վատ են առումով, երբ որ ամեն ինչ գնաց այնպես, ոչ այնպես, ոնց որ մենք ուզում էինք որ գնար։ Ու նորից ասենք այդ թվայնացումները, այդ սոցիումը, հա, որ ինքը սենց մի քիչ տխուր անդրոիդների սենց հետ ապրող, բավական իմ կարծիքով փիլիսոփայություն մեջը կար։ Վարդան, իսկ արդյոք դրանք ավելի մեծահասակների համար հաշվարկած մուլտեր չեն։ Իրանք հենց մեծ հասակների համար են, որովհետև հիմա տենց խնդիր կա մուլտֆիլմերը, հա, իրանք արդեն ոչ միայն երեխաների համար են, սա բավական մեծ խնդիր է, մուլտֆիլմեր կան, որոնք որ հենց մեծ հասակների համար են նախատեսված։ Շնորհակալություն, իսկ երեխաների հետ դասյարակության գործում օրինակ ինչն է կարևորում, ինչ խաղեր են խաղում նրանք Թումոյում։ Թումոյում իրականում իրանք ունեն շատ մեծ քանակով խաղեր ու մենք չենք դնում ինչ-որ տենց սահմանափակում երեխաներին, հա, միակ բանը, որ մենք փորձում ենք սովորեցնում ենք իրենց տարբերել խաղերը եւ ճիշտ վերլուծել։ Մենք փորձում ենք երկու այս դիտակետերը, ոնց որ երեխաները տարբերեն, խաղեր խաղացող ու խաղեր ստեղծող, երկու ամբողջովին տարբեր տեսանկյուններ են, ու օրինակ ես ավելի շատ հակված եմ այն մտքին, որ հենց խաղեր ստեղծելը շատ ավելի հետաքրքիր է։ Հետաքրքիր է ոչ միայն նա պատճառով, որ դու կարաս քո միտքը արտահայտես, ոնց որ մարդկանց հետ կիսվես քո կյանքի ապրած դրվագներով, այլ նաև այստեղ կա ծրագրավորման գործոնը, որը որ իրականում շատ մեծ մտավոր աշխատանք է։ Ու եթե երեխան ոնց որ այս փոքր ժամանակից սկսի արդեն ծրագրավորել, իր մոտ է տրամաբանություն անալիտիկ մտածելակերպը շատ ավելի լավ կզարգանա։ Իսկ շատ են հետաքրքրում երեխաները, ավելի ծրագրավորմամբ, քան խաղալով։ Ես կասեմ, որ հիմա արդեն ավելի շատ ծրագրավորմամբ, քան խաղալով։ Շնորհակալություն, Ալլա Լևոնյան, մարդ, որը հասցնում է ամեն ինչ, նաև լինել լավ մայր։ Ալլա, որպես մայր, հա, կան մուլտֆիլմեր, կան ֆիլմեր, որոնք արգելում եք ձեր երեխաներին։ Կան իհարկե, դա լինի թե կոմպյուտերային մուլտֆիլմեր, որտեղ պեղում գտնում են իրենք,
Եվ նույնիսկ հեռուստատեսային այսօր այն հնարավորությունը կա, առաջվա պես չի միայն 3 հեռուստաընկերություն, կան շատ ուրեմն մոտ 100-ից ավել կոնկրետ ալիքներ, որտեղից երեխաները գտնում են իրենց համար ոչ ինձ համար ոչ հետաքրքիր տարօրինակ եւ չար մուլտեր, հատկապես տղաս է սիրում նայել, նա 7 տարեկան է, ու մենք միշտ ամուսնուս հետ արգելում ենք իրեն դա նայել։ Դրանք մեծ գլխով, քառակուսի գլխով ինչ որ տարօրինակ ուրեմն կերպարներ ու հերոսներ են, որ անդադ շարժման մեջ են, ես չեմ հասկանում ինչն է իրենց այդպես հետաքրքրում։ Մի անգամ Ալվան ծաղիկներ, Ալինկի ցվիտոչիկը։ Ես ստիպեցի որ նայեն, ինքն ասում էր, «Էս ինչ է»։ Շարժում են ուզում երևի, ես չեմ հասկանում։ Ժանուլիկին էլի ինչ որ կերպ կարելի է համոզել, բայց տղայիս ոչ։ Իսկ երբ որ այդ շարժունակ մուլտերը նայում է, արդյոք չի ցանկանում խոհանոցում կամ տանը դրանք որևէ կերպ դրսևորել։ Չէ, իր շարժու ձևի մեջ է ինչ որ բաներ նկատվում, այսպես խփելու, շարժվելու, որը որ մի տեսակ ինձ բարկացնում է եւ մենք ինչպես ասում են կոնտրոլ ենք անում, փորձում ենք անել, բայց ես չգիտեմ հետագայում այդ ինտերնետը ինչպես կանրադառնա, որտեվ անդադ այդպես հետևել դժվար կլինի, կգա մի տարիք, որ ինքը պարզապես տանից դուրս կարող է իր ցանկացածը դիտել։ Ինչ խնդիր է ինձ համար։ Մենք հիմա տեսնում ենք Tom and Jerry-ն, իմ մանկության տարիներն էլ սա արդեն շատ տարածված մի մուլտ էր, բայց հետաքրքիր է, որ ըստ որոշ հետազոտողների կան ամերիկյան որոշ նահանգներ կամ քաղաքներ, որտեղ արգելված է այս մուլտը որպես ամենաագրեսիվ մուլտ, թեև որակական առումով գիտենք, չէ, որ լավն է։ Օրինակ, հետաքրքիր է, Գոր, դու սիրում ես Tom and Jerry-ն։ Չէ՞։ Լավ, մենք հիմա կանդրադառնանք արդեն մեր հյուրերին, թույլ տվեք ներկայացնել մանկավարժ 5 երեխաների հայր Վարդան Թադևոսյան։ Բարի երեկո։ Այստեղ հոգեբան, նաև այս պարագային մանկական հոգեբան Մարինե Պետրոսյան, բարի երեկո։ Այս կողմում 5 տարեկան գեղեցկուհին Մանե Հակոբյանն է, նրա մայրը Հայկուշ Դավթյանը, Գոր Ղազարյանը կրտսեր Գորն է, 11 տարեկան եւ նրա պապիկը Սայրուս Ղազարյանը։ Բարի երեկո։ Մենք այս պահին արդեն տեսնում ենք որ մուլտը Wings։ Ես օրինակ չեմ նայել երբեք Wings-ը, բայց այո, այդ աղջկա կոտոշներն էլ պակաս սարսափելի չեն։ Մանե, սիրում ես Wings մուլտը։ Այո, սիրում եմ Ռեյնջերներ, Վինքսը եւ այդ չայ աղջիկների մուլտիկները։ Շատ անկերտ է։ Աղջիկներ մուլտիկները։ Մանե, Wings-ից որ կերպարներին ես առավել սիրում։ Մոխրագույն մազերին, այն Վինքսին դեղին մազերովին, մեկ է այն սև վարդագույն մազերի աղջիկը։ Պեպեններով մեծ կարմիր։ Ինչի մասին է այդ մուլտը։ Չար աղջիկների մասին։ Մանե, որ մեծանաս ինչ ես դառնալու։ Բժիշկ։ Բժիշկ։ Շատ լավ է, որ չար աղջիկների մասին մուլտից հետո դու դառնալու ես բժիշկ։ Հայկուշ, խնդրում եմ, ասեք, Wings-ի ու նմանատիպ մուլտֆիլմերի դիտումից հետո, հա, Մանեն ինչպիսի փոփոխություններ է ունենում կամ արդյոք դուք արգելում եք նրան։ Հիմնականում արգելում եմ։ Ժամանակի պարզապես սղության պատճառով, երբ ես զբաղված եմ խոհանոցում, իրենք հասցնում են հեռուստացույցով ալիքները թերթելով գտնել այնպիսի մուլտֆիլմ, որը ես թույլ չեմ տալիս նայել։ Իսկ հաճախ, երբ որ գնում են գնումների, երբ որ իրենք ունեն ընտրության հնարավորություն, պարզապես թեկուզ սովորական գրիչ, տետր կամ պայուսակ, առաջնահերթ ընտրությունը տրվում է Wings-ի հերոսներով այդ գրիչներին, տետրերին, պայուսակներին։ Ինչքան էլ արգելում ենք, ինչքան էլ փորձում ենք դեմ կանգնել, միևնույն է, սիրում են այդ հերոսներին եւ նախընտրում են այդ իրերը։ Շնորհակալություն, կարճատև դադարից հետո մենք կվերադառնանք շարունակելու զրույցը մուլտֆիլմերի թեմայով։ Մենք որոշեցինք ընկերներով, որ կարող ենք բարձրանալ ավտոտնակի տանիքը եւ այնտեղից թռնելու թռանք։ Տեղի պարաշուտով։ Այո։ Ինքը հա դաժան խաղ է, Բայց պատմական ակնարկով։ բայց պատմական, այսինքն դուք նայեք կարող եք այդպես ինչ որ գիտելիք։ Օգուտ քաղել։ Սարսափելի է, որ 18 տարեկան հասուն տղամարդը պետք է խաղի միջոցով իմանա Ստամբուլը որն է, Վենեցիան որն է։ Մարդկային գործոնն անդրադառնում է մի շատ կարևոր թեմայի՝ կիբերմանկություն, թե լուսավոր, պայծառ ու բարի մանկություն, որոնք որ պետք է ձևավորեն մուլտերը։ Պարոն Ղազարյան, կասեք ձեր թվերին ինչ մուլտֆիլմեր եք նայում։ Ну, Պագադին։ Էդ եմ սիրել, նայել եմ, դուրս եկել, շատ է դուրս եկել։ Ամեն կասե ոչ մի։ Իսկ Գորիկի նայած մուլտիկները նայում եք։ Գորիկի նայած մուլտիկները չեմ նայել, իրան արգելել եմ, բայց ինքը էլի
Փնտրում Հա, գտնում ես։ փնտրել գտել էլի։ Շնորհակալություն Գոր։ Պատմիր ինձ քո սիրած մուլտերի մասին։ Իմ սիրած մուլտֆիլմերն են եղել Ռեյնջերները, Տարզանը, Տրանսֆորմերները։ Այդ տրանսֆորմերները ինչ են։ Ինչ որ մի բանից վերածում են ինչ որ ուրիշ բանի։ Հա, դառնում են մեքենա, հետո ռոբոտ։ Իսկ դու կուզեիր մարդուց վերածվել ռոբոտի։ Ոչ, Ահա։ Հիմա էլ ես նայում։ ոչ։ Չէ։ Ինչու։ Պապիկը չի թույլատում։ Հասկացել եմ, որ վատ մուլտֆիլմ է։ Իսկ Գոր։ Ինձ մուլտֆիլմից դուրս եկած թռչնակները ասել են, որ դու շատ սիրում ես Սարդ մարդը։ Այո, սիրել եմ, նայել եմ, բայց հիմա էլի չեմ նայում։ Իսկ մենք տեսնում ենք ինչպես է Սարդ մարդը շենքից ցատկում ներքև, բայց մենք գիտենք, որ իրականում մարդը չի ցատկում, չէ՞ ներքև։ Այո։ Ես հուսով եմ դու երբեք չես փորձել ցատկել ներքև։ Ուզեցել եմ ցածկեմ, բայց չեմ արել։ Ուզեցել եմ իրան նմանվեմ, էլի։ Հա, իսկ քո շորերով էր թե Սարդ մարդու։ Իմ հենց։ Հենց այդ պայն ինչ մտածեցիր, որ չթռար։ Մտածեցի, որ ես ցածկեմ, չեմ ոչ մի բան ինձ չի լինի նրա նման, բայց հետո հասկացա, որ կվնասեմ ինձ։ Գեցես դու որ հասկացել ես, որ կվնասես։ Ալա։ Մենք կանչել ենք ձեզ որպես լավ օրինակ։ Ես հիմա կպատմեմ, երբ որ ես դպրոցական էի, այն ժամանակ փոքրիկ այդպես բաներ կային, ինչ ենք ասում, պարաշուտներ են ասում, որոնցով դեղ էին ուղարկում վերևից, որպեսզի դաշտերը ուրեմն չվնասեն միջատները։ Մենք որոշեցինք ընկերներով, որ կարող ենք բարձրանալ ավտոտնակի տանիքը եւ այնտեղից թռնելու թռանք։ Տեղի պարաշուտով։ Այո։ Հետո բարեհաջող վայրեջ կատարեցինք, հետո երբ որ մեծանում ես, հասկանում ես, որ դա արդեն ոչ թե Սարդ մարդն է, այստեղ խոսում է ավելի ազատության զգացում, ավելի մի տեսակ ուրիշ էր համենայն դեպս, գուցե քայլը նույնն էր, բայց նա ուրիշ տեղ էր տանում։ Տեսեք, մենք իսկապես խոսում ենք մուլտֆիլմերի ազդեցության մասին, բայց փաստորեն մուլտը չկար, բայց ազդեցությունը կար։ Այսօր, հա, երեխաները որքանով են ենթարկվում այս մուլտֆիլմերի ազդեցությանը եւ կարող է սա նրանց այս կամ այն կերպ վնասել։ Ես լսել եմ նման դեպք, կարծեմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, հենց Սարդ մարդու հագուստով երեխան թռել էր եւ 9-րդ հարկից եւ չկա այլևս։ Իհարկե, պետք է ուղղակի զգուշացնել, եթե երևակայական բաները շատ են, երեխաներին պետք է բացատրել։ Հիմա այս փոքրիկը հասկացել է, որ չի կարելի, բայց լիքը երեխաներ ուղղակի ուզում են թռնել նմանվելու իրենց կերպարին։ Ես ձեզ բերեցի օրինակներ Ալինկից Ֆիտո, Չիկա այնտեղ Մաուգլին, մեր պատկերացմամբ լրիվ ուրիշ բան էր մուլտը։ Այսօրվա այդ տարօրինակ մուլտերը մեզ համար չեն, բայց երեխաներին հենց այն ինչ որ չի կարելի, այն ինչ որ հետաքրքիր է թե ինչ կլինի, այդ հետաքրքրությունից դրդված իհարկե կարող է եւ ազդել, որը որ շատ վտանգավոր է։ Կարծում եմ այո ազդում է։ Շնորհակալություն, լսենք հոգեբանին, Մարինե, որքանով կարող է մուլտը ներազդեցություն ունենալ երեխայի հոգեբանության վրա։ Բոլոր առումներով կարող է ունենալ, բնականաբար, սա կախված է տարիքային առանձնահատկություններից, որոշակի տարիքում երեխաները չեն հասկանա, որ կարող են բարձրությունից թռնել եւ վնասվել, մոտավորապես մինչեւ 5, 6, նույնիսկ 7 տարեկան, կախված հոգեկան զարգացման մակարդակից։ Այսինքն իրենք իրականությունը ընդունում են այնպիսին, ինչպիսին տեսնում են։ Վերացական մտածողությունը դեռևս բավարար զարգացած չի, եւ իրենք չեն կարող հասկանալ, որ իրենց գործողությունը կարող է ավարտվել վտանգով։ Եվ ոչ միայն Ամերիկայում մեզանում եղել են դեպքեր, որոնք ավարտվել են մահվամբ, ցավոք սրտի։ Եղել են դեպքեր, որ երեխաները հասկացել են, որ հնարավոր է, որ վտանգվեն, բայց դժբախտ պատահար է եղել, այսինքն վերջի պայն չեն կարողացել բարեհաջող վայրեջք կատարեն եւ էլի ցավոք սրտի եղել են մահվան ելքեր։ Մի քիչ ավելի մեծ տարիքում ուրիշ է լինում։ Այնտեղ կարող են նմանակել, ուղղակի ազդեցությունը անչափ մեծ լինի, իրենք փորձեն ամբողջովին մտնել այդ դերի մեջ, ուղղակի կրկնօրինակել։ Այսինքն վտանգի զգացողությունը ուղղակի չափից ավելի նվազում է այդ պահին։ Եթե այնտեղ չեն հասկանում, այստեղ դու զգացողությունների մակարդակով վտանգը չեն զգում, իրենց համար դառնում է առաջնայինը կրկնօրինակել իրենց սիրելի հերոսներին։ Եվ դա ոչ միայն վտանգավոր գործողություններ անելն է, դա հագուստն է, վարքն է, իրենց արժեքներն են, իրենց հարաբերություններն են, ամեն բան կարող են նմանակել, որովհետև նմանակումը ինքնին երեխայի նորմալ զարգացման համար կարևոր երևույթ է։ Իրենք
նմանակմամբ են մեծանում։ Այսօր երեխաները բակում շատ չեն խաղում։ Արդյոք սա էլ խնդիրներից մեկը չէ։ Պարոն Թադևոսյան։ Նախ պետք է դիտարկել իսկապես ով է երեխան։ Մենք նայում ենք եւ ասում ենք դե լավ փոքրիկներ են, ոչինչ չեն հասկանում կամ բայց իրականության մեջ երեխան դա Աստծո պատկերով ստեղծված մարդու օրինակն է, որը ծնողների հսկողությամբ ուղղակի պետք է նորմալ աճի եւ թե ծնողները, թե մանկավարժները, դպրոցը կամ կրթական համակարգ հենց նրա համար են, որպեսզի կարողանան ճիշտ ձևով իրենց դաստիարակել։ Դավիթ, եթե հիմա գանք ժամանակակից մուլտֆիլմերին, ընդհանրապես 24 կադր հասկացողությունը գիտենք, որ մարդու աչքը ունակ է ընկալելու վայրկյանում 24 կադր, 25։ Այո։ Այդ 25-րդ կադրի մասին կխնդրեի խոսել, որն անմիջականորեն ազդում է ենթագիտակցության վրա եւ հաճախ շահարկվում է։ Փաստը մնում է փաստ, որ դա ստերեոտիպ միֆ է, որ այդ 25-րդ կադրը գոյություն ունի, դա ուղղակի դու կարող ես ընդամենը մի վայրկյանում այնց այդ 25 կադր, քանի որ 24-ը կինոպլյոնկայով, 25-ը տելեով, հա, այդ անկալումը 25 դու կարող ես այդ մի վայրկյանում պարզապես ինչ-որ մի պատկեր ցույց տաս, եւ ոչ թե դա մի կադր է, այլ կարող է եւ մի վայրկյան կամ կես վայրկյան երևալ։ Եվ հաճախ ինձ թվում է օգտագործում են ու հաճախ օգտագործում են ոչ այդքան լավ նպատակներ հետապնդելով եւ ես ինքս եմ երբ որ կադր առ կադր նայում եմ որևէ թե ֆիլմ, թե մուլտիպլիկացիոնный ֆիլմ, ապա նկատում եմ, որ այդպիսի բաներ կան։ Այդպես ասած մեսեջները, որոնք ռեժիսորները կամ ստուդիաները փորձում են փոխանցել դիտողին։ Ընդ որում դա հաճախ արվում է գովազդային նպատակներով, բայց հաճախ էլ ինձ համար անհասկանալի, գոնե այս օրինակը Միկի Մաուսի ֆիլմի, մուլտֆիլմի մասին է խոսքը, երբ մկնիկը մեքենայով անցնում է եւ հենց այդ 25-րդ ասված կադրում վերևի լուսամուտում մի մերկ կին է կանգնած։ Սա իհարկե անհասկանալի է, մենք կարող ենք դիտել դա, Վարդան։ Այսպիսի 25-րդ կադրի ազդեցության մասին խոսենք։ Խաղերի մեջ մի քիչ 25-րդ կադր հասկացողությունը երևի բացակայում է, որովհետև ինքը 25-րդ կադր։ Հա, խաղերը իրանք թվային խաղեր, սկսենք դրանից, որ թվային խաղերը իրանք բավականին ցենց երիտասարդ մեդիա է։ Ինքը տարբերվում է իմ կարծիքով ֆիլմերից, գրքերից կամ մուլտֆիլմերից նրանով, որ դու կարող ես անմիջականորեն կառավարես։ Այսինքն 25-րդ կադր տեղ չկա, բացակայում է։ Ուրիշ բան, որ կարան էլի ինչ որ այսենց բաներ լինեն, մեսեջներ լինեն, որ դու կարաս նկատես հանկարծակի կամ ասենք թաքնված լինեն խաղաստեղծների միջոցով, ու կողմից, կարաս, հա, բայց մեծ մասամբ եթե պետք է ազդել խաղի միջոցով, շատ հեշտ ձևեր կան։ Խոսենք Assassin խաղի մասին, որը տղաները շատ են խաղում, շատ են սիրում, սա արդյոք չի ազդում նրանց հոգեբանության վրա։ Գիտեք, խաղերը իրանք ունեն ռեյտինգային այս PEGI ասվածը, որը որ նշում է, թե խաղը քանի տարեկանի համար է նախատեսված։ Եթե խաղում է մարդ, ով որ համապատասխանում է տարիքային սահմանափակմանը, ապա իր վրա չպիտի այդքան ազդի, որտեվ օրինակ Assassin ինքը ունի շատ սիրուն պատմություն, որը որ իրականում ցույց է տալիս այն ինչ որ իսկականից եղել է, այսինքն հիմնված է պատմության վրա, միայն ուրիշ աչքերով։ Իրականում մեր մոտ ժամանակին ամառը կարծեմ TED էր եղել, TED Youth-ներ եղել, կարծեմ TEDx Youth-ներ եղել, ու մեր թումոսանորներից մեկը հենց խոսում էր խաղերի մասին, խոսում էր իրանց այդ ազդեցությունը, վատ ազդեցությունը, հա, եթե ինքը կա երեխաների վրա, ու ինքը բավականին հետաքրքիր էր խոսում, ինքը առաջերտին նշում էր հայտնի գիտնականներին, ովքեր որ հետազոտել են այդ հարցերը, ու Assassin's Creed-ը իմիջիայլոց ինքը որպես ուսուցողական ինչ-որ մի հատ խաղ եթե դիտարկեք, դուք կարաք իմանաք ընդ յանիչարների մասին, ովքեր իրանք եղել, երբ են եղել, ասենք տարբեր, պետք ասենք Վենեցիան անդը դիտարկվում, Ստամբուլն դիտարկվում, այսինքն ինքը հա դաժան խաղ է, բայց պատմական ակնարկով։ Բայց պատմական է, այսինքն դուք նայեք կարող եք այդտեղից ինչ-որ գիտելիք։ Օգուտ քաղել։ Շնորհակալություն, ասեք։ Ես ավելացեմ, ամենասարսափելին է նա, որ այսինքն շատ ավելի սարսափելի է, որ այս խաղերը, որոնք նախատեսված են 18+, հա, որտեղ միանշանակ ավելի ներքև ցենզոր չի կարող ունենալ, սարսափելի է, որ 18 տարեկան հասուն տղամարդը պետք է խաղի միջոցով իմանա Ստամբուլը որն է, Վենեցիան որն է, եւ իր այդ ներքին կոմպլեքսները խաղի միջոցով, այսինքն
մեկին հետևից մոտենալ, причем նույնպես պետք է մոտենաս, որ չնկատեն, գալ խփել, սպանել եւ այլն, դա արդեն ինքնիստինքյան պրոբլեմա մարդկության համար, որտեվ ասասինների մասին երեխան պետք է ունենա 12 տարեկանում ինֆորմացիա, բայց 12 տարեկանում եթե ինքը այդ խաղը վերցնի ու խաղա, դա արդեն պրոբլեմա երեխայի համար։ Իսկ գոյություն ունեն գրքեր, ես մենք այդ ամեն ինչը գիտենք եւ Ժուլ Վերնը կարդալուց դու գիտեիր բոլոր մատերիկների, բոլոր քաղաքների Կարդիլիերը եւ այլն, դու ամեն ինչը դա իմանում ես, պետք չէ դրա համար գնալ հարյուրներով մարդ սպանել։ Եվ եթե դու զբաղված ես 18 տարեկան տղամարդ, նստած զբաղված ես նրանով որ սաղ օրը ինչ որ մեկին սպանում ես, վայ ես վաղը կշարունակեմ սպանելը, դա արդեն պրոբլեմա է։ Մանավանդ երբ մի օր պատահականորեն այդ երեխան ուղղակի խոհանոցի դանակը վերցնելով որոշում է դա կյանքում իրագործել ու տեսնել ուղղակի արդյոք արյուն այդպես։ Դա արդեն կլինիկա է եւ այդտեղ արդեն մեծ խնդիր է։ Բայց դեպքեր շատ են եղել հենց ասասինի հետ կապված չեն ընդհանրապես։ Կարճատև գովազդից հետո կշարունակենք եթերը։ Ցանկացած բան, որ երեխան նայում է, ընկալում է ու տեսնում է, պիտի որոշակի մեկնաբանությամբ տրվի եւ որոշակի բացատրություններով։ Միակ մուլտիկն է, որ նայում ենք բոլորս ընտանիքով։ Ճիշտն ասած մուլտիկից հետո ընտանիքում է սկսվում նույն իրադարձությունները, ինչ որ մուլտիկում էր կատարվում։ Ես հիմա եթե ռեժիսորը չնեյլ նույն բանը կասեի, ես պետք է պարտավոր եմ ինչ-որ բան գտնել, փոխարինող եւ երեխայից ցույց տամ։ Մարդկային գործոնն այսօր անդրադառնում է շատ բարի, շատ լուսավոր ու շատ կարևոր փաստին, որը երեխաների առօրյան դարձնում է ավելի հետաքրքիր մուլտֆիլմերին, որոնք հաճախ կարող են դառնալ ավելի վտանգավոր։ Այստեղ արդեն ուզում եմ հարց տալ։ Լավ, մենք որոշում ենք, որ բոլոր մուլտերը վտանգավոր են։ Երեխաներն ինչով զբաղվեն։ Մանե, օրինակ ինչով ես սիրում զբաղվել դու տանը, եթե մուլտ չես նայում։ Նկարչություն։ Կեցես։ Իսկ ում ես նկարում։ Վինքսերին։ Տարբեր բան են։ Օրինակ ինչ։ Կեսը մարդուկ եմ նկարում, կեսը մատիտով այդ մարդուկներն եմ նկարում, իսկ են մուսներով ներկում եմ թղթի վրա լավ բաներ։ Շնորհակալություն։ Կեցես, իսկ մայրիկին օգնում ես տան գործերով։ Կեցես։ Գոր։ Եթե մուլտեր չէ, եթե չենք նայում մուլտեր, ապա ինչով ենք զբաղվում։ Ես կոմպյուտերով եմ զբաղվում, խաղում եմ միայն ֆուտբոլ եւ վերջ։ Սիրում ես ֆուտբոլ։ Այո։ Իսկ որ մեծանաս արդեն կխաղաս իրականում ֆուտբոլ, թե կոմպյուտերով ավելի հեշտ է։ Չէ, իսկական։ Բակում չեք խաղում տղաների հետ։ Խաղում ենք։ Դու հարցակվող ես։ Նա երբ էլ ասես կարող հարցակվող լինեմ, կիսաբար։ Իսկ որ ֆուտբոլային թիմն ես սիրում։ Ռեալ Մադրիդ։ Կեցես։ Ռեալ Մադրիդ։ Սա իհարկե սուբյեկտիվ տեսակետ է, որովհետև ով Ռեալ Մադրիդ, ով Բարսելոնա չեն քննարկում, կներես էլ ես Բարսայիստ եմ։ Ոչինչ, չէ։ Շնորհակալություն։ Պարոն Թադևոսյան, ձեր երեխաները ինչ մուլտֆիլմեր են հիմա նախընտրում։ Նո 15 տարեկանն էլ կարծում եմ։ Իհարկե արդեն բավականին մեծ են իմ երեխաները, փոքրը 15 տարեկան է, բայց ավելի շատ դրական, բարեախրատական մուտեր են ընտրում, որովհետև իրականության մեջ մուլտֆիլմը դա մի միջոց է կրթելու մարդուն երեխային եւ նաեւ մենք, այսինքն ես լինելով թե մանկավար, նաեւ քրիստոնեական արժեքներով եմ սիրում դաստիարակել իմ երեխաներին, շատ եմ սիրում նայել գիրք գրոցի մուլտֆիլմերը, որը կարծես թե նաեւ մի գեղեցիկ կերպար է, ինչպես կարելի է Աստծուն հաճելի եւ աստվածաշնչյան քրիստոնեական արժեհամակարգով մարդ լինել։ Վերջին հաշվով մենք պետք է տեսնենք մարդուն մարդ եւ այս ամենը երբ որ տեսնում ենք թե ինչպես է աղճատվում մարդ կերպարը մուլտֆիլմերի կամ խաղերի միջոցով, պետք է հասկանանք սրա հետևում կանգնած են լուրջ ուժեր եւ դրա համար միշտ եւ իմ երեխաները եւ նաեւ աշակերտներին միշտ խրախուսել եմ դրական բաներ նայելու, որոնք կկերտեն իրենց կերպարը։ Շնորհակալություն, ես ուզում եմ նաև հիշեցնել մի շատ լավ մուլտֆիլմի մասին, խոսքը Առյուծ արքայի մասին է, որը որ ուներ երկու ռեժիսոր, Ռոջեր Ալերսը եւ Ռոբ Մինքոֆը։ Ամերիկյան այս մուլտֆիլմը նկարահանվել է հայտնի Walt Disney-ի կողմից եւ պետք է նշել, որ արժանացել է 2 Օսկարի, 3 ոսկե գլոբուսի եւ 3 Գրեմմիի։
այս մուլտֆիլմի հետ կապված կարծում եմ չկան տարաձայնություններ, որ այն բարի է, դրական եւ բարոյախրատական։ I'm gonna rule it all. Yes. Well, your father has a marvelous surprise for you. Will I like the surprise? Simba, it's to die for. Brother, help me! Long live the king. Run away and never return. Who cares? I can't go back. Not unless you can change the past. Սա շատ լուրջ, շատ գեղեցիկ ու դրական մի մուլտֆիլմ էր, որը ունեցել էր այդքան մրցանակներ, բայց խոսենք նաև թարգմանություններից, որոնք երբեմն կարող են հասնել զավեշտի ու հիշատակել եւս մեկ ֆիլմ, խոսքը Սարսե դարաշրջանի մասին է, Ice Age-ը, որը մեծահասակները շատ են սիրում, ես էլ եմ թվում, բայց հետաքրքիր է, նայենք։ Եվ այսպես նա խփում է իմ ուսին եւ ասում ամուսնական խաղերի ժամանակ ընտրիր քո նման ամենավառ գույնովին, իսկ ես նրան դու ինձ հեգեցվել ես, եթե նա մտածի, որ իմ մտադրությունները լուրջ են։ Եթե դու ընկերուհի ես ընտրում, դա պիտի ամբողջ կյանքի համար լինի, իսկ քո դեպքում շնորհակալ, իսկ հիմա ռադ եղիր։ Իսկ ես անձամբ մտածում եմ, որ ամբողջ կյանքի համար մեկ ընկերուհի ընտրելը դա հիմարություն է։ Մենի։ Շնորհակալություն, հենց այս հատվածն էինք ուզում անկեղծ ասած, Մարինե, երբ ասում են ինչպես կարելի է ամբողջ կյանքում ապրել մեկ ընկերուհու հետ։ Նմանատիպ մեսիջները, հաղորդագրությունները մնում են երեխայի մտքում։ Նայած Տարիք կա, որ նման հաղորդագրությունները տեղ չեն հասնի, չեն հասկանա, Տարիք կա, որ իրենք ուշադրություն կդարձնեն։ Կան երեխաներ, որ իրենց համար դա կարևոր չի կամ կծաղրեն, կան երեխաներ, որ դա կվերցնեն որպես սկզբունք։ Ես կարծում եմ եւ շատ մասնագետներ են կարծում, որ ցանկացած բան, որ երեխան նայում է, ընկալում է ու տեսնում է, պիտի որոշակի մեկնաբանությամբ տրվի եւ որոշակի բացատրություններով։ Եթե ուղղորդվի մեծահասակների բացատրությունները եւ մեկնաբանությունները, իհարկե իրենք սա կընկալեն։ Շնորհակալություն։ Ինչ որ մեկը կա, այստեղ որ նայում է Մաշե եւ Մեդվեդը։ Բոլորը նայում են։ Ուզում հասկանալ այդ մուլտֆիլմի ֆենոմենը, որ բոլոր անգամ մեր օպերատորներն են ձեռք բարձրացնում, երեխաների հետ բոլորը նայում են։ Նայում եք Հայկուշ։ Երեխաների հետ միասին։ Միակ մուլտիկն է, որ նայում ենք բոլորս ընտանիքով։ Ճիշտն ասած մուլտիկից հետո ընտանիքում է սկսվում նույն իրադարձությունները, ինչ որ մուլտիկում էր կատարվում, սկսում են բազմոցից թռնել, հարվածել, չգիտեմ, բայց վերջում միասին համերաշխ նստած հեռուստացույցի մոտ ասում են, բայց ընկերացանք, չէ՞։ Այսինքն հետևանքը, ինչ որ տեսնում ենք, պարտադիր, ընտանիքում էլ նույն ձևի վարքը, խոսքի մասին նշեցինք, երբեմն գալիս են հարցնում են մայրիկ ինչ ասեց, երբ որ ուզում ես թարգմանել թե ինչ ասեց, հասկանում ես, որ այդ բառը այն բառն է, որը պետք չի կիրառել երեխայի խոսակցականում, դա չպետք է լինի, բայց արգելել միաժամանակ, ասել, որ չի կարելի, ինքը ասում է ես նոր լսեցի, մուլտֆիլմում էր դա ասվել։ Այսինքն սա արդեն կարելի է շրջանակում է։ Այո։ Լավ, իսկ երբ որ երեխաները չեն նայում այն մուլտերը, որոնք ընդունված են, արդյոք միջավայրի հետ չի առաջանում տարածություն, անջրպետ։ Պատահում է։ Երբ որ վերադառնում են տուն, ասում են դասարանցիները, համադասարանցիները նայել են, ես էլ եմ ուզում նայել։ Նույն հերոսները, որոնք քննարկվում են մանկապարտեզում, ինքը վերադառնում է տուն, ասում է, այս մուլտը կգնես նայեմ, որովհետև ես չեմ ճանաչում այդ հերոսին, որի մասին քննարկել էին մանկապարտեզում նախորդ օրը։ Շնորհակալություն։ Մանե, կասես ինչ երազանք ունես։ Ես ուզում եմ, որ մաման ու պապան ինձ առնեն Ստելայի գեստերից, Ստելայի մազերի նման լինի մազերս, դեղին գույններ կեն, իրա կոշիկներից առնեն, են կախարտական աղջիկների մազերը չեմ ուզում ներկեն, կեսը սև, կեսը սպիտակ ու իրանց գեստերից։ Բայց չէ որ դու այսպես շատ գեղեցիկ ես, կեսը սև, կեսը սպիտակ ներկեն, որ ինչ լինի։ Որ մեծանաս ինքնուրույն կանես այդ կեսը սև, կեսը սպիտակ։ Մազերս չեմ կաներկեմ, այդ ես մամայի ու պապայի հետ կգնամ կհիշեմ իրենց շորերը, կասեմ մաման, որ առնի պապայի հետ։ Լավ, բան չեմ ասում, հասկացանք, Հայկուշ դուք դեռ շատ գործ ունեք անելու, մանեն կարևոր կեսը սև, կեսը սպիտակ չներկի գնա դասի, գոր, ընկերներիդ հետ, խոսակցության թեմա, ինչ-որ քննարկումներ մնում են հիմա, երբ որ դու չես նայում այլևս այն մյուս ֆիլմերը։ Չէ, չեմ խոսում էլ իրանց հետ այդ մուլտֆիլմերի մասին։
Իսկ իրենք նայում են, շարունակում են նայել։ Այո։ Բայց պատմում են քեզ ինչ եղավ, հետո այն ռեյնջերը էս ինչ արել։ Լսում ես հաճիկով։ Լավ, մենք քեզ մաղթում ենք հաջողություն, որ կարևոր դառնաս լավ հասուն ֆուտբոլիստ, եթե որոշես դառնալ ֆուտբոլիստ, հա։ Դավիթ, ամփոփելով, հա, այս ամենը, եթե մենք երեխաներին արգելում ենք այս մուլտերը, ეხեղջ երեխաներ, հիմա մեր պատճառով մնում են դատարկ, արդյոք մեր մուլտֆիլմային արտադրությունը այսօր չի կարող առաջարկել փոխարինող որևէ բան։ Դա ամենակարևոր բանն է, որտեվ իմ կարծիքով արգելել, այսինքն բնականաբար պետք է լինեն ինչ-որ գործոն, որոնք դու պետք է արգելես, որտեվ չի կարելի, որ քաոս լինի երեխայի մոտ եւ ամեն ինչ կարելի է անել, ամեն ինչ կարելի է փորձել, ոչ մի դեպքում։ Մենք պարտավոր ենք ստեղծել ալտերնատիվա, որ երեխաները բացի դրանից, որ իրենց դու ստիպում ես կամ արգելում ես ինչ-որ բան նայել, ապա դու դրա դիմաց ինչ-որ բան պետք է ցույց տաս։ Ես հիմա եթե ռեժիսորը չնեի, նույն բանը կասեի, ես պետք է պարտավոր եմ ինչ-որ բան գտնել, փոխարինող եւ երեխայից ցույց տամ եւ երբեք պետք չի վախենալ, որ երեխան կգնա ու օտար իրան կզգա ինչ-որ միջավայրում, ոչ, պետք է երևի ընդհակառակը երեխային այնպես դաստիարակել, որ ինքը անհատականություն մնալով, հասկանալով, թե ինչի դա պետք չի նայել, ընդհակառակը թող ինքը վստահ ու հանգիստ գնա դրա մասին, որ ես դա չեմ նայում այս պատճառներով, եւ պետք չի բացարձակ, որ մի քանի հոգու դուր գալու համար դու սկսես նայել, չգիտեմ, շատ ավելի անորակ ինչ-որ աշխատանքներ եւ դրանով ինքնահաստատվես։ Ոչ, ունեցի քո կարծիքը եւ ծնողը շատ կարեւոր աշխատանք ունի երեխայի հետ անցկացնելու, արգելելու պարտադիր որոշ բաներ, իսկ արգելելու դեպքում էլ ինչ-որ ալտերնատիվա մատուցելու։ Շնորհակալություն։ Ընդհանրապես մուլտֆիլմերը իմ կարծիքով դրանք պարտադիր են եւ այս տարիքում էլ նույն Արուց Արքան ես ինքս էլ դիտում եմ երեխաներիս հետ եւ եթե երեխային դժվարությամբ ես կարողանում այսօր համոզել, որ նա գիրք կարդա կամ որևէ հեքիաթ, դա ավելի մատչելի է դառնում մուլտֆիլմի միջոցով։ Ուրեմն ես կարծում եմ, որ այստեղ հերոսի խնդիր էլ կա։ Այն մուլտֆիլմերը, որոնք մենք ունենք, որ հենց հայկական մուլտֆիլմերը մի քիչ ավելի շատ ցուցադրեն եւ կարծում եմ, որ գործի կեսը արված կլինի։ Շնորհակալություն, Ալլա, հուսով ենք մինչև շաղի կդառնա մեծ ու արդեն հասկանա մուլտֆիլմերը իրենցից ինչ են ներկայացնում, մենք ունենանք հայկական արտադրության ժամանակակից լավ որակով ֆիլմեր։ Իսկ ես ավարտելով ուղղակի ուզում եմ հիշեցնել, ասում են մարդկության գյուտերից երկուսը ճակատագրական նշանակություն են ունեցել։ Առաջինը տպագրության գյուտն էր, որը մեզ տվեց գիրք, եւ երկրորդը հեռուստատեսության գյուտն էր, որը մեզնից խլեց այդ գիրքը։ Թե ինչ է իր հետ բերում էլեկտրոնային աշխարհը եւ համակարգիչը դեռևս չենք կարող դատել հստակ, բայց այն ունի եւ լավ եւ վատ կողմեր։ Կարևորը կարողանանք տարանջատել, իսկ տարանջատման գործում միևնույն է մնում է կարևոր մարդկային գործոնը։ Կհանդիպենք։